Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 31։ Տերն է Աստվածը, Տերն է Աստվածը, 3-րդ Թագավորաց 18-րդ գլուխ 39-րդ խոսք։ Հաշվի առնելով այն մեծ ու բազմազան օգուտները, որոնք բխում են Աստծո նախախնամության հանդեպ խոնար ու ուշադիր դիտարկումից, քրիստոնյաները պետք է ջանան իրենց համար պահել նախախնամության մասին գրավոր հիշատակարաններ կամ օրագրեր, իրենց և ուրիշների գործածման և օգտի համար։ Նման դիտարկումները չհավաքագրելու և չփոխանցելու պատճառով ոչ միայն մենք ինքներս, այլև Աստծո եկեղեցին մեծապես աղքատանում է։ Ոմանք ասում են, որ բժշկության արվեստը հենց այս կերպ է ձեռք բերվել և կատարելագործվել, երբ որևէ մեկը հանդիպում էր որևէ հազվագյուտ բուժիչ խոտաբույսի և պատահաբար բացահայտում էր դրա բուժիչ հատկությունները, նա այդ տեղեկությունը հրապարակում էր որևէ հանրային վայրում, և այդպես բժիշկը իր հմտությունը ձեռք էր բերում, հավաքելով ու համակարգելով այդ հրապարակված փորձառություններն ու դեղատոմսերը։ Եթե քրիստոնյաները սուրբ գրությունները կարդալիս իմաստուն կերպով հավաքեին և գրանցեին այնտեղ հանդիպող նախախնամության դեպքերը և պարզապես ավելացնեին դրանց իրենց ժամանակներում և փորձառություններում տեղի ունեցած դեպքերը, ինչ թանկարժեք գանձեր կկուտակեին նրանք։ Ինչ մեծ հակաթույն կլիներ դա մեր օրերում տարածվող աթեիզմի դեմ և ինչպիսի համոզմունք դա կլիներ նրանց համար, շատ ավելին, քան շատ այլ փաստարկներ, որ Տերն է Աստվածը։ Նախախնամությունը իր ձեռքերում է պահում մեր կյանքի յուրաքանչյուր պահը, մեր ազատությունը և մեր հոգսերը։ Ձեր հացը նրա պահարանում է, ձեր դրամը նրա դրամապանակում, ձեր անվտանգությունը նրա գրկում, և անկասկած նրանից ստացած ողորմությունները գրանցելը ամենաքիչն է, որ մենք պետք է անենք։ Մի վստահեք ձեր անկայուն հիշողություններին, քանի որ երկինք տանող ձեր ճանապարհորդության ընթացքում դուք արդեն հանդիպել եք և կհանդիպեք նախախնամության բազմաթիվ հրաշալի դրսևորումների։ Մեր գրառումները պաշտպանում են մեզ մոռացությունից և ավելին, մեր մահից հետո օգտակար են դառնում ուրիշների համար, որպեսզի մենք մեր բոլոր գանձերը մեզ հետ երկինք չտանենք, այլ այս արժեքավոր ժառանգությունը թողնենք երկրում մնացած մեր ընկերներին։